Միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը պատրաստվում է $10 միլիոն դատական հայց ներկայացնել ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի դեմ։ Լարվածության պատճառը իշխանական падգամավորի հայտարարությունն է, թե իբր փաստաբանը կապ է ունեցել եւ ծառայություններ մատուցել սկանդալային ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնին։ Ամստերդամը կտրականապես հերքել է այս պնդումները, Ռուբինյանին անվանելով մարդկային կերպարանքը կորցրած ստախոս եւ պահանջելով անհապաղ հրապարակային հերքում։ Նա շեշտել է, որ երբևէ որևէ առնչություն չի ունեցել Էփշտեյնի հետ, որը մեղադրվում էր անչափահասների թրաֆիքինգի եւ սեռական շահագործման մեջ։ Իրավապաշտպանը հայտարարել է, որ եթե Ռուբինյանը չհերքի, հարցը կլուծվի դատարանում խոշոր փոխհատուցման պահանջով։ Քաղաքագետ, նախկին падգամավոր եւ պատմագիտության թեկնածու Սամվել Ֆարմանյանը Facebook-յան գրառմամբ հիշեցրել է մի դրվագ, թե ինչպես է գործարար եւ բարերար Սամվել Կարապետյանը վերջին դասի մեքենա նվիրել Լոնդոնում Հայաստանի դեսպանությանը։ Հատված սա Ֆարմանյանի «Միայնակ ընդդեմ ճակատագրի. ֆուտբոլային դիվանագիտության հետնաբեմը» հուշագրությունից։ 2010 թվականի փետրվար, Լոնդոն, Դորչեստեր հյուրանոց։ Դորչեստերյան այդ մթնոլորտում ինձ առանձնապես տպավորելու էր Ռուսաստանաբնակ մեր հայրենակից Սամվել Կարապետյանը։ Թեև այդ տարիներին համաշխարհային դասակարգումներով արդեն համարվում էր ամենամեծ կարողությունն ունեցող հայը, սակայն շրջում էր առանց թիկնապահի եւ անձամբ վճարում իր կեցության ու պատվերների համար։ Ստացվեց այնպես, որ ներկաներից մեկի, որը Կարապետյանի ընկերն էր, ծխախոտը վերջացավ։ Այդ տարիներին Լոնդոնում մեր դեսպանության աշխատակիցներից մեկն ասաց, որ հյուրանոցից դուրս գալու անհրաժեշտություն չկա։ Դեսպանության վարորդին կխնդրի մի քանի տուփ ծխախոտ բերել։ Րոպեներ անց, երբ այդ դիվանագետը վեր կացավ դուրս գնալու ու վարորդից ծխախոտը վերցնելու, Կարապետյանը նրան խնդրեց նստել ու ճշտելով մեքենայի մոդելն ու համարները ինքը դուրս եկավ։ Հետագայում իմանալու էինք, որ տեսնելով մեր դեսպանությանը սպասարկող հնամաշ մեքենան, Կարապետյանը տեղում հանձնարարել էր գնել ներկայացուցչական դասին նոր մեքենա ու տրամադրել դեսպանությանը, այդ մասին գերադասելով ոչինչ չասել որևէ մեկին։ Հետագայում կատակելու էինք, թե Կարապետյանը գնեց աշխարհում ամենաթանկ ծխախոտը, մեկ տուփի համար վճարելով առնվազն 50,000 ֆունտ։